Բաբելոն, Ասուրեստան, Ռոմ։ Բազմաթիվ երկրներ են հայտնվել աշխարհի քարտեզի վրա ու անհետացել։ Ինչու՞մն է մեր գաղտնիքը, ինչու թշնամին չի կարողանում ոչնչացնել մեզ։ Միթե ոսողն այդքան թույլ է, որն է հայ ժողովրդի հավիտենության գաղտնիքը։ Հայկական ազգային ընտանիք, ահա այն, ինչն ընկած է մեր գոյության հիմքում, ահա այն, ինչը չի կարողացել քանդել ոչ մի թշնամի։ Ինչ է ընտանիքը։ Մարդկանց կամավոր հիմունքներով ստեղծված հասարակական, սոցիալական և տնտեսական միավոր, ովքեր ունեն մեկ ընդհանուր կենցաղվարություն, արժեհամակարգ, հստակ դերային բաշխվածություն, միտված սեփական տեսակի պահպանմանն ու վերարտադրմանը։ Հետևաբար, ամեն մի ազգ ընտանիքի սեփական մոդելով է վերարտադրում իր տեսակը։ Այսպիսով, հայ տեսակի երջանկության, կրկնենք երջանկության ու վերարտադրության հիմքը հայկական ազգային ընտանիքն է։ Հայկական ազգային ընտանիքում յուրահատուկ է անդամների դերային բաշխվածությունը։ Այստեղ է, որ տղամարդը իշխելով ծառայում է, իսկ կինը ծառայելով իշխում։ Հայկական ընտանիքում է, որ ծնողը ամբողջ կյանքում իր երջանկությունը գտնում է երեխաներին ծառայելով, սակայն մնալով միշտ տան, գերդաստանի մեծը, հիմքը, արմատը։ Իսկ երեխաները երջանիկ են, երբ կարողանում են ծերության ժամանակ փոխհատուցել ծնողներին, ապահովելով բարի ծերություն։ Այժմ մեր հայերիս հարատևության և երջանկության գաղտնիքներից մեկը ազգային ընտանիք բանաձևը հայտնի է թշնամուն և նա ջանք ու եռանդ չի խնայում քանդելու այն։ Բառապացույցն է մանկապարտեզից մինչև բու հեռուստատեսությունից համացանց իրականացվող քարոզչությունը, անվստահություն, համասեռամոլություն, կեղծ գենդեր, կռվախնձոր դարձած կարմիր խնձոր, կարիերա, կեղծ բռնություն երեխաների նկատմամբ, կեղծ մարդու իրավունքներ, անարքիայի հասցնող ազատություն, ծնողներին ծերանոց, երեխաներին որդանոց։ Շարքը կարելի է երկար շարունակել, ամեն ինչ պարզ է, թշնամին անցել է հարձակման։ Միայն վերջին տարիներին ամուսնությունների թիվը նվազել է 10,5%, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է շուրջ 20%։ Ընդամենը 10 տարում շուրջ 17%-ով կրճատվում է իրական ձևավորված ընտանիքների թիվը։ Ընտանիքի թուլացումից թուլանում և հյուծվում է նաև պետությունը իր ամբողջ կառուցվածքով հանդերձ։ Մենք ասում ենք վերջ, կանգ առ։ Շատ ավելի երջանիկ էին մեր պապերն ու տատերը, որովհետև նրանք կրում և պահպանում էին հայ ավանդական ընտանիքի օրինակը, որտեղ ամեն մեկն ունի իր ուրույն և մեծապատիվ տեղն ու դերը, հարգանքն ու սերը, չէ որ այն պատվով անցել է դարերի փորձությունը և մեզ հասցրել է արդեն 21-րդ դար։ Ժամանակի ընթացքում մեր ազգի կարևորագույն մասնիկն անցել է որոշակի փոփոխություններով, սակայն խորքային իմաստով մնացել է նույնը։ Հայկական ընտանիքը, դրա ջերմությունը ու սերը, որը տրված է ի վերուստ Աստծո կողմից, առաքելություն ունի աղավաղված աշխարհի հանդեպ, որտեղ տիրում են գռեհիկ մշակույթը և անբարոյականությունը։ Այսօր, երբ մարդկությունը գտնվում է համընդհանուր արժեքային ճգնաժամի մեջ, երբ դաժանությունն ու ագահությունը տիրել է աշխարհին, հենց մեր ընտանեկան արժեքներն են դառնալու ոգու սովի հացը։ Հայ ազգն առաքելություն ունի Աստծո ու աշխարհի առաջ։ Սա է իրականությունը, որ այդքան ջանասիրաբար փորձում են թաքցնել մեզանից։ Իսկ դու դա գիտեիր։ Հիմա արդեն գիտես և դու ես որոշում լինել հզոր, անպարտ և երջանիկ, ընտրելով ազգային ընտանիքը, թե ընկնել ժամանակակիցի հետևից և դասվել նրանց շարքին, ովքեր եղել են, բայց հիմա չկան։ Ընտրությունը քոնն է, վստահ ենք, որ չես սխալվի։